Տիրոջ անունը փառավորվի, Սիրասո ժողովուրդ ջան, մենք գոհանում ենք մեր Աստծուց իրա տված ողորմությունների համար, որ Աստված ուզում է, որ իրան հավատացող ժողովուրդը գիտություն ունենա իրա խոսքից, ժողովուրդ ջան, չէ՞։ Այսօր մենք տեսնում ենք, չէ, այսօր եղբայրներս խոսածին Տերը օրհնա իրանց է, ժողովուրդ ջան, չէ։ Եվ ինչ որ Աստված տենում է իմ ու քո մեջ կարիք, Աստված խոսում է այն դրա մասին, որ դու ունես դրա կարիքը, որ դու այսօր եկել ես, միացել ես այս գրուպայի մեջ, չէ, այսինքն այս աղոթքա ժողովին եւ դու ինչ ունես, դու ունես կարիք լսելու Աստծո խոսքը, ժողովուրդ ջան։ Տամար Տերս օրհնի, որ կան կարևոր չէ, եղբայրս խոսած միաբանության մեկ հոգի լինելու համար, ժողովուրդ ջան։ Որ կարևորը այսօր, որ իր ժողովուրդը մեկ հոգի, մեկ սիրտ ունենալու համար, ժողովուրդ ջան, չէ։ Հիմա կարող ասես եղբայր ջան, այդ որն է մեկ սիրտ ու մեր հոգին, չէ, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այսօր մենք մեկ հոգի, մեկ սիրտ ոնց ենք պատկերացնում եւ հասկանում, որ երբ որ մենք լսում ենք ինչ որ մի եղբոր, չէ, ասենք կարիք, հոգ, չէ, այսինքն դու կարեկից ես լինում։ Սիրասո ժողովուրդ ջան։ Եղա որ դու միաբանության մեջ ես Տիրոջ եւ դու տեսնում ես քո քրոջ հոգսն ու կարիքը, չէ։ Այո, այսօր հնարավոր է մարդը, չէ, ասենք ունենա հավատքի շատ տարիների կյանք, փորձառություններ, այսինքն հավատք ունենա, բայց մի սովորական բան, որ Աստված ուզում է տեսնի տվյալ անձի մեջ, տեսնում է դա չկա։ Տեսնում է այն կարիքը, որ կա, դու պետք է ծառայես քո քրոջ ու քո եղբոր, այսօր դու տեսնես քո աղբերը ընկած է, թե կայնած է, թե ինչ դժվարություն չէ, այսօր դու տեսնես սա, չէ։ Ինչպես եղբայրս խոսած, նաև այդ բոլոր բաների վրա, չէ, ոսկի, արծաթ, վերջը խոտ, եղեք, այսինքն ինչ ես այսօր դու հավաքում, ինչ կա այսօր քեզ հավաքած, չէ։ Այսինքն եթե դու հավաքել ես ոսկի, արծաթ եւ դու ունես այդ ամեն օրհնությունները Տիրոջից, ժողովուրդ ջան, չէ։ Եվ մենք տեսնում ենք, այո, գալում այդ կրակը։ Այդ կրակը մի հատ գալում են քո կյանքի մեջ, մի հատ վառում է դեղ, տենա ինչ է մնացել քո կյանքի մեջ կա։ Եթե քո մեջ ոսկի է, արծաթ է, երբ որ ամեն Տիրոջ օրհնությունը չէ կա քո կյանքի մեջ, երբ որ նա խփում է քեզի, վառում է, դե տենում ես, այդ դու ավելի փայլում ես։ Ասում ես, այ քեզի բան։ Ճիշտ է, այդ կրակի ժամանակ, ժողովուրդ ջան, դե ոսկին վառվում է, կրակ է տալում, չէ՞, ասենք էդի կարա մարդու մեջ եղնի դժվարություններ, ես ինչ եկավ իմ գլխին, ես ինչ փորձուն, ես ինչ կրակ է, չէ, բայց երբ որ մարդը նույնիսկ սկսում է փնտրել Աստծո երեսը քո ամեն նեղությունների մեջ, երբ որ դու Աստծո երես ես փնտրում, ժողովուրդ ջան, չէ, այսինքն դու հավաքում ես ոսկի արծաթ քո կյանքի մեջ, եւ դու տեսնում ես քո եղբայր եւ քույրը ընկած է դժվարության մեջ, չէ, ժողովուրդ ջան, սա մի հասարակ բան է, երբ որ երեխուն 10-րդ դասան ասես մեկին գումարած մեկ, հələ պատկերես մարդը մտած է, ժողովուրդ ջան, իդի մի քիչ ամոթալի բան է, չէ, ասենք 10-րդ դասանի աշակերտն ասես մեկին գումարած մեկ ինչ է, ու ինքը մտած է, ժողովուրդ ջան։ Այսինքն բաներ կա, որ Աստված թողում է իր խոսքի մեջ, դա մեզի պետք ինչ որ մեկը սովորա։ Այսօր մենք պետք է արդեն իմանանք առած ելնենք Աստծո, ժողովուրդ ջան, չէ։ Երբ որ դու քո եղբայրը ընկած է, քույրը ընկած է, դու բարդավոր ես այդ հոգսը կարիք անելու, թե աղոթելու, թե ինչ որ Տերը շնորհք տվե եւ Տիրոջը ծառայելու համար, ժողովուրդ ջան, չէ։ Մի սանես մի բան ասենք, սա պետք է ինչ որ մեկը սովորացնի։ Եղբայր ջան, քույրիկ ջան, կամ բրի այցելես, կամ դես անես, չէ։ Սա արդեն մեզի Տերը տվել է հասկացողություն, որ արդեն մենք ունենք ավետարան Տիրոջ խոսքը, որ այսօր Տերը մեզ սովորացնում է իր ամեն խոսքերի մեջ, ժողովուրդ ջան, չէ։ Այո, մենք տեսնում ենք, որ այսօր շատ անգամ վերջին ժամանակներն է խոսում, ժողովուրդ ջան։ Այսօր շատ վկայություններ կա, սիրասուն ժողովուրդ ջան, իրապես երբ որ հափշտակությունից հետո ինչեր կկատարվի երկրի վրա։ Այսօր շատ անգամ նաև հավատքի մարդը չի պատկերացնում, ժողովուրդ ջան։ Հնարավոր այսօր շատ անգամ հավատքի մարդը չպատկերացնի, եւ ինչ կլինի այն մարդուն, եթե այն մարդը մնա երկրի վրա հափշտակությունից հետո, ժողովուրդ ջան, չէ։ Դամար ինչու համար Տերես օրհնա եղբայրս, որ այսօր հնարավոր է մարդը մատների արանքով է նայում հավատքը, ժողովուրդ ջան։ Բայց Աստված ուզում է, որ այսօր քո կյանքի մեջ լինի լրջություն, հավատքը ունենաս քո հոգու աշխարհի մեջ, ժողովուրդ ջան։ Այսինքն այն բաները, որ Աստված դրել է քո կյանքի մեջ, որ դու պետք է ունենաս Աստծուց օրհնություն եւ ողորմություն։
Եվ դու պետք է իմանաս որտեղ եւ ինչպես պետք է ման գաս, Ժողովուրդ, թե քո տանդ մեջ, թե քո աշխատանքի տեղ, թե ամեն ուր դու պետք է արդեն գիտնաս Աստծոս Տեր Աստված։ Հիմա ես ինչ տեղն եմ գնում, կամ գնում եմ հիվանդանոց, կամ ես ինչ տեղն եմ գնում, Տեր ջան, ինչ ունես իմ հետ գործ, Ժողովուրդ։ Այսինքն հնարավոր է քեզ Աստված ղրգի հիվանդանոց, չէ՞ խոսքի, կամ ինչ-որ մի տեղ ախրգում։ Եվ դու հասկանում ես, Աստված քեզի միգուցե հենց այնպես չի ղրգե դեր, Ժողովուրդ։ Միգուցե մարդիկ կարիք ունեն, որ դու պիտի խոսաս Աստծո խոսքը, Ժողովուրդ։ Դամար շատ անգամ որ մարդիկ հնարավոր գնան հիվանդանոց, բայց իրանք մի հատ էլ Աստծուն չեն հարցնում, Հիսուս ջան, եկել եմ հիվանդանոց։ Ինչեմ եկե Տեր։ Ախր եթե դու հիվանդ չլնես, ու հիվանդանոց դու չես հետա, Ժողովուրդ ջան, չէ՞։ Հիմա եղբայր կասում եմ, եղբայր ջան, վերջ հիվանդ ես, դե տաս հիվանդանոց։ Վերջը միգուցե դե մարդիկ կան, բժիշկ կան, դե ասում եք որ պետք է նեն վաղ եք խոսեմ։ Այ աղբեր ջան, հիմա է Տերը քեզ այդ բանի մեջ է, դու դե տաս հիվանդանոց խոսքի, չէ՞։ Պետք է դե որ դու իմանաս ինչ է այդ մարդկանց, վերջը մարդիկ ընդեղ են, Ժողովուրդ ջան, չէ՞։ Եվ շատ անգամ Տերը ըլնում է այդպես ողորմություն անում, երբ որ դու գնում ես ինչ-որ մի տեղ եւ դու հասկանում ես եւ դու քո մեջ փնտրում ես, աղոթում ես Տիրոջը, Տեր Աստված, ահա ես եկել եմ ստե։ Կամ ինչ-որ մեկին այցելում ես, տեսնում ես դեր խոսքի դուր չկա, օրհնություն չկա եւ դու սկսում ես աղոթես Տեր Աստված, որտից սկսեմ, ինչ խոսամ, Հիսուս ջան, դու ինձ օգնա։ Եվ Աստված էլ քեզ համապատասխան օրհնություն է տալու, Ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի բոլորս, իր Աստծո Ժողովուրդ ջան, մենք տեսանք, որ այո, երկրի վրա եղավ ջրհեղեղ, որը մարդիկ չէին պատկերացնում, չեն էլ հասկանում, Ժողովուրդ ջան։ Եվ շատ անգամ մենք տեսանք, որ մարդիկ եղան անհավատ, Ժողովուրդ ջան։ Այսինքն ոչ թե Աստված էր մեղավոր, ես մարդիկ ջրհեղով կորսան, այ մարդն էր մեղավոր, Ժողովուրդ ջան։ Այ ուրիշ բան, եթե մարդկանց Աստված չեղներ, չէ, եթե Նոյը չքարոզեր այս ժողովրդին, չէ, չասեր եւ հատ նոր կասեն Աստված չնախ ես չի իմանում ինչ անի։ Հիմա մենք տեսնում ենք ավետարանը բոլոր աշխարհով ավետարանում է, Ժողովուրդ ջան։ Ամբողջ աշխարհով շատ տեղեր արդեն ավետարանը քարոզում, չէ։ Հիմա քո ընտանիքի մեջ էլ Աստծո խոսք խոսում, վերջը շատ տեղեր Աստծո խոսքա խոսում, եւ շատ անգամ դու լսում ես Աստծո խոսքը, եւ Տեր Աստված նայում է քո մեջ ինչ քայլ կա, որ դու անես։ Դու կարաս այդ քայլը անես, որ Աստված քեզ կանչում, Աստված քեզ պահանջում է այս խոսքի մեջ, Ժողովուրդ ջան, չէ։ Հիմա եթե դու տեսնում ես դու այդ խոսքը գավ կբավ քո սրտին, չէ։ Միգուցե մարդկանց զղջման սիրտաբերում Տերը ըլնում է որ մարդուն մեղքի գիտակցությունա Տերը բացում, Ժողովուրդ ջան, ինչի համար որպեսզի տվյալը մարդը հասկանա, որ ինքը մեղավոր է։ Ախր ինքը բաբոս պետք է զղջի, թե չիմանա, չէ։ Շատ անգամ որ մարդկանց հետ ճպտում ես, ասում եմ մեղավոր, ասում եմ ինչ եմ երևի որ մեղավոր եմ, Ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսնում ենք որ մարդու միտքը փագ է, մարդ այսօր չի հասկանում մարդը մեղավոր է թե չի, Ժողովուրդ ջան, չէ։ Էլ ենք ասում, մենք ոչ մեկին չենք դատում, Ժողովուրդ ջան, մենք էլ ենք շատ անգամ եղել այս վիճակի մեջ, որ անհավատ ենք եղել, դեռ չենք ճանաչացնում։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ ես էլ 96 թվերն էր, այդ վատ էլ հավատքի մեջ, ասում եմ մեղավոր ես, ասում եմ հա, մեղավոր եմ, պապրոզ եմ ծխում։ Ժողովուրդ ջան, ես էդ եմ հասկանում։ Դե որտեվ հավատքի մեջ չել, հավատքի շատ բան չէի իմանում։ Դե մեղավոր եմ, պապրոզ եմ ծխում, բայց երբ որ մենք մտանք Տիրոջ խոսքի մեջ, երբ որ Տերը մեզ այցելեց, իր լույսը մի հատ վառեց մեր կյանքի մեջ, որտեղ մենակ պապրոզ ենք ծխում, այս մենք մեր մոր որովայնից մեղքով ծնվել ենք, Ժողովուրդ ջան։ Այսինքն այն լուբոյ երեխեն բոլոր երեխեն, երբ որ ծնվում գալում են այս աշխարհ, նրանք բոլորը ունեն Քրիստոսի կարիքը փրկության, Ժողովուրդ ջան։ Ինչ ուզում ես խելոք եղի, ուզում ես ամենախոնարհն եղի, ինչ ուզում ես ամենալավ սովոր եղի, միևնույն է մենք բոլորս ունենք Քրիստոսի կարիքը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Աստված բերում է մարդուն եւ բացում է մեղքի գիտակցություն, որ մարդը հասկանա, որ ինքը մեղավոր Աստծո առաջ, որ ինքը կարող է իր ներսով աղագիր ասում, Աստված ջան, ներայի մեղքերը։ Օրհնյալ են Աստված, երբ որ Աստված լսում է քո ներսի են խորը զղջում, ապաշխարությունը, Տեր ասում է, աղջիկ ջան, ես քո մեղքերդ ներում եմ։ Միգուցե այսօր դու զարմանաս ես, Տեր Աստված, ախր ո՞ց դու ինձ ներեցիր, ինչ արեցի, զղջացիր Տիրոջ առաջ, Ժողովուրդ ջան, չէ։ Աստծո շատ բաներ պետք չի մեր կյանքի մեջ, Ժողովուրդ ջան, չէ՞, ասենք։ Աստծուն պետք է ներսի կանչը։ Ոչ թե հնարավոր է մարդիկ շատ անգամ ասում է, այս ժողովուրդը ինձի բերանով է պաշտում։ Բայց սրտերը հեռացած Աստծո, Ժողովուրդ ջան։ Այսինքն տեսնենք մենք շատ անգամ հնարավոր է մարդը մենակ բերանով Աստծուն կանչա։
Փառք Հիսուսին, մեռնեմ Աստծո զորության, չէ, բայց Աստված մեկ է տեսնում է տվյալ անձի մեջ, Ժողովրդան, սա վերաբերում է բոլորիս։ Մեկ է տեսնում է, որ մարդու սրտի մեջ հավատ չկա, մարդու ներսը փափակ չկա, մարդու ներսը կանչ չկա Աստծո, Ժողովրդան։ Եվ Աստված ինչ ա ուզում ինձ ու քեզ սովորացնի, ոչ թե մարդը վհատվի Աստծուց նեղենա, այսօր մարդը հասկանա, որ ինքը դրա կարիք ունի, ինքը փրկության կարիք ունի։ Այն որ եղբայրս խոսացին Տիրոջ օրհնությամբ խոսքի մեջ, ժողովուրդ ջան, այսօր այդ խոսքը վերաբերվում է բոլորիս։ Այո, մենք շատ անգամ ուզում ենք, որ մեր կյանքը սաղ ամեն ինչ լավ եղնի, մեզի ոչ մեկը ոչ մի տեղ նեղություն, դժվարություն, հալածանք, ոչ մի բան չունենանք, ժողովուրդ ջան, բոլորը էս կուզենան։ Բայց գալու մա պարագա, որ Տերը քեզ այս ճամփով պիտի կրակ տա քեզի, կրակով պիտի անցնա քեզի ինձ ու քեզ, ժողովուրդ ջան։ Որպեսզի դու տեսնես քո մեջ ինչ կա թերի, ինչու մեջ դու պակասավոր ես, որ դու կրանաս այդ տեղը ուղես, շտկես Տիրոջ, ամբրացնես այդ ամբրոցը քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Որ այդ անօրենը որյանից գա քո վրա հարցակվելու, մտքի պատերազմի մեջ ինչ որ կա, չէ, նա որտեղ խփեց քեզի, նա տեսավ այնտեղ պաշտպանություն ունես Քրիստոսի, հալելույա։ Օրհնյալ է մեր Աստված, որ ինք իր պաշտպանություն դնում է իմ քո բոլորը, ժողովուրդ ջան։ Դա համար եթե անօրենը մի տեղ թույլ տեղ է տեսնում, թե անհավատություն, թե թերավատություն, չէ, նա այդ տեղը խփում է։ Նա կրակում է այդ տեղը, նա տեսնում է, որտեղ քո թույլ տեղը, երբ որ դու տեսնում ես այդ տեղը թույլ է, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Աստված հասկացնում է տղա ջան, աղջիկ ջան, այս տեղը քո թույլ է, դու դեռ թերահավատություն ունես, դու դեռ չես հավատում, չէ, կամ եղբայր, կամ քույր ջան, կամ տղա, կամ աղջիկ ջան։ Եվ մենք տեսնում ենք Աստված մեր բարի է, ժողովուրդ ջան, Աստված իր բարությամբ ուզում է բոլորիս էլ օգնի, որպեսզի մենք մեր Աստծուն ճանաչենք, փառավորենք մեր Աստծուն։ Եվ Աստված ինչ ասում, մեզ սովորացնում է, որ մենք նայենք մեր Տիրոջը եւ իրանից առնենք ողորմություն եւ կտություն, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Դա համար օրհնյալ է մեր Աստված, որ Աստված ինչ ասում, որ իր ժողովուրդը կապ ունենա Աստծո հետ, ժողովուրդ ջան։ Երբ որ դու լսում ես հիմա Աստծո խոսքը, չէ, երբ որ մարդը լսում է Աստծո խոսքը, եւ Տիրոջ խոսքը ուղիղ գալում է քո սրտի մոտ կանգնած թագում է։ Այն որ Աստված տենում է, որ դու դրա կարիք ունես, ժողովուրդ ջան, նա գալում է քո հոգու աշխարհի մոտ, քո սրտի մոտ կանգնած թագում է։ Ասում է տղա ջան, աղջիկ ջան, սիրտդ բաց, ես ընդեղ եմ ուզում։ Դու ես տեղի կարիք ունես, դու ես բժշկության կարիք ունես, բայց հնարավոր է մարդը չտեսնի, բայց Աստված է տեսնում ինձ ու քեզ։ Եվ Աստված դրա համար այդ համապատասխան քեզի դեղորյակ է ղրգում, որ դու այդ դեղորյակը ընդունես եւ դու բժշկվես, ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք հավատում ենք, երբ որ մարդ հետում է բժշկի, չէ, վերջը բժիշկը հարցակնում է, ինչ հիվանդ ես։ Եթե դու ասում ես գլխի ցավ ու քեզի փորացավի դեղ չի տա, չէ՞ կամ, ժողովուրդ ջան, այնտեղ նա տալը, որ դու դրա կարիք ունես, չէ՞։ Այսինքն նա երբ որ նա նաև քեզ մա հետազոտում է, նա տեսնում է դու ինչ հիվանդություն ունես եւ քեզ ինչ համապատասխան դեղորյակ է նշանակում։ Հիմա նույնպես, երբ որ Աստված մենք Աստծո արչել, սիրազորը, մենք բաց նամակներ ենք։ Մենք Աստծո իշքան է մարդը պայի մտնի, իշքան ուզում է պայա իր ներսի գաղտնիքները, ամեն բան պայի, սիրազորը, ասում է դու բաց ու հայտնի ես։ Չէ՞։ Մի դրա համար Աստված ինչ ասում, Աստված ուզում է, որ մեզ օգնի, որ մենք առողջ հավատքի ժողովուրդ լինենք, ժողովուրդ ջան։ Այ երբ որ Տերը գավ, որ մենք այդ ժողովրդի պես հանգած չկորսվենք, ժողովուրդ ջան։ Տերը օրհնի բոլորս, ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ կարդամ Երկրորդ Պետրոսի 3-րդ գլխի, ժողովուրդ ջան, 6-րդ խոսքից մի քանի խոսք կկարդամ։ Երկրորդ Պետրոս 3-րդ գլուխ 6-րդ խոսքից մի քանի համարներ կկարդանք, սիրասով ժողովուրդ ջան։ Օրհնյալ է մեր Աստվածը, որ այսօր Աստված իր նույն ժամանակին զգուշացնում է մեզ բոլորիս։ Աստծո համար այնքան թանկ եք դուք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Միգուցե դու այսօր քո թանկ եղնելը չտեսնես։ Միգուցե քեզ այնքան էժան ես տեսնում, այ մարդ, այս ինչ է իմ վիճակս, այ աղբեր ջան, ինչ թանկի մասին է։ Բայց երբ որ Աստված տեսնում է, որ ինք եկել է իր այրունով քեզ գնել է, իր համար դու շատ թանկ ես, երբ որ դու ընդունում ես Հիսուսին, ժողովուրդ ջան։
Դու այդ գինը արդեն ընդունել ես քո մեջ, այդ գինը արդեն քո մեջ կա։ Դամար դու ինքան թանկ ես, որտեվ Քրիստոսի այրունը կա քո կյանքի մեջ, այդ կա այդ մեղքի թողությունը, այդ բժշկությունը քո կյանքի մեջ կա։ Դամար մենք շատ շնորհակալ ենք մեր Աստծո ժողովուրդ ջան, որ մեր Աստված ինքան օրհնյալը մարդու ամեն վիճակի մեջ Աստված կարողանում է մտնի եւ օգնի վերհանի։ Ամեն վիճակի մեջ մարդը, որը գնում է դկարության, դժվարության, ինչ որ մի դժվարության մեջ ես ընկե, ինչ որ ուժ չունես հավատքի, վերջ ինչ որ պատերազմների մեջ ես, Աստված ամեն վիճակի մեջ քեզ ուզում է օգնի եւ հանի վեր, որպեսզի դու առողջ լինես Աստծո առջև, ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնենք ինչ ունի Աստծո խոսքը Երկրորդ Պետրոսի 3-րդ գլխի 6-րդ խոսքը, սմա որով հին ապականված աշխարհը ջրհեղեղով կորսվեցավ, ժողովուրդ ջան, չէ՞։ Որը հին ապականված աշխարհը ջրհեղեղով կորսվեցավ, ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք տեսնում ենք, որ Աստծո ծրագիրի մեջ չկար, որ երբ որ մարդկությունը ստեղծեց ջրհեղով կորսնե, ժողովուրդ ջան։ Մենք հավատում ենք Աստծո ծրագիրի մեջ դա չկար, որ Աստված ծրագրեց, որ ստեղծեն մարդուն, հետո ջրհեղով կորսեն։ Մենք տեսանք, որ ինչու համար Աստված ջրհեղով կորսեց, որտեղ տեսա, որ մարդիկ բոլորը աբագանվել էին։ Մարդիկ առանց Աստծո էին ապրում։ Մարդիկ ծաղրում էին հավատքը։ Հիմա նույնպես, երբ որ Հիսուսի օրը նույն ձև այսօր, ժողովուրդ ջան, շատ մարդիկ ծաղրում են հավատքը։ Շատ մարդիկ կարող է քեզից ձեռ առնեն, խնդան քո վրա, ժողովուրդ ջան։ Հետարքիր մի հատ խոսք ասում է, ծիծաղում են նա, ով որ վերջում է ծիծաղում, ժողովուրդ ջան։ Մի Աստված ուզում է, որ այս տվյալը մարդը լինեն վերջի ծիծաղողը։ Նրա մեջ պետք է լինի ուրախ ծիծաղ, որ ինքը փրկվել է, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք ինչու համար, երբ որ Աստված մարդկությունը ստեղծեց, ժողովուրդ ջան, ստեղծեց, որ մարդիկ ապրեն եթեմական պարտեզում, որտեղ ամեն ինչ կար։ Ադամ եւ այն բանը պետք չէ, ժողովուրդ ջան, աշխատեն, իրանք պետք է ապրեին ու փառավորեին Աստծուն։ Իրանց ոչ մի բան պետք չէր, ամեն ինչ կար, ժողովուրդ ջան։ Ամեն բան Աստված տվեց Ադամի ձեռքը, ամեն իշխանություն, ասես քեզ եմ տալում Ադամ։ Մենք տեսնում ենք մի Ադամ եւ իշխանություն էր տվել Աստված, ժողովուրդ ջան։ Այդ ամբողջ կենտան, երբ որ մենք այսօր հիմա արջ տնանք կփախնենք, արուր տնանք վաղուց կփախնենք, չէ, բայց այն վաղ այդպես չէր։ Այդ բոլորը լսում են Ադամին, ժողովուրդ ջան, եւ բոլոր անուն տվեց Ադամը։ Եվ մենք այսօր ինչ ենք տեսնում, որ Աստված այս ամբողջ ժողովուրդը ստեղծեց, ժողովուրդ ջան, չէ, ասենք մարդկանց պատվեր է տալում, որ մարդիկ ապրեն բարի եւ սուրբ եւ կատարյալ ապրեն, ծիր Աստծո ժողովուրդ ջան։ Համար Տերը բոլոր տել օրհնի։ Մենք տեսանք ծիր Աստծո ժողովուրդ ջան, ասում է 6-րդ խոսքը, որով են հին ապականված աշխարհը ջրհեղով կորսվեցավ։ Հիմա երկինք ու երկիրը պահված են այն նույն խոսքով կրակի համար։ Մենք տեսնում ենք, որ այն վաղ Տերը ջրհեղով կորսվեց այս աշխարհը։ Հիմա այդ նույն խոսքը պահված է կրակի համար, այսինքն կկա վաղը, որ Աստված այս աշխարհը պիտի կրակով կորսնա, ժողովուրդ ջան։ Կկա այդ ժամանակը։ Բայց Աստված մինչև այդ ժամանակը գալը, Աստված իր ժողովուրդը պատրաստում է, որպեսզի հափշտակի այս չար աշխարհի մեջ, որպեսզի իր ժողովուրդը չմնա այս չար աշխարհի տանջանքների մեջ, ժողովուրդ ջան։ Դամար Աստված այսօր ինչ է, մինչև այդ կրակի պատրաստելը, որ գալ այդ կրակ այս երկիրը արելու, ժողովուրդ ջան, չէ՞։ Մարդիկ մտածում են, այս երկրի դերեն կան, պիտի հավիտյան ապրի մնա, ժողովուրդ ջան։ Մարդիկ պիտի ծնվեն, մեծան, բայց գալու է վաղը պիտի Տեր այրի այս, ժողովուրդ ջան։ Դամար Տիրոջ խոսքը ասում է 7. Հիմա երկինք ու երկիրը պահված է այն նույն խոսքով կրակի համար, մինչև դատաստանի ու ամբարիշտ մարդոնց կորստյան օրը։ Մենք տեսնում ենք ում համար է պահված։ Բոլոր դատաստանի ու ամբարիշտ մարդոնց կորստյան օրը։ Այսինքն ամբարիշտ այն մարդիկ են, ժողովուրդ ջան, ովքեր չեն ընդունում Տիրոջը որպես Տեր ու Փրկիչ, ովքեր ապրում են իրանց ուզած կյանքով, այս աշխարհի մեղքի կյանքերով, ժողովուրդ ջան, չէ։ Դամար մենք տեսնում ենք ում համար է պահված այս կրակը, եւ մարդիկ պետք է վառվեն, ժողովուրդ ջան։ Մենակ այս երկիրը չի մնում, մարդիկ պետք են այդ երկրի վրա։ Երբ որ կրակը պետք է վառես ամբողջ աշխարհը, մարդիկ դեռ կլնեն այս երկրի վրա, ժողովուրդ ջան։
Դամար ոնց Նոյի օրերն եղավ, նույնպես մարդիկ էին ապրում ժողովուրդ ջան, բայց եկավ այդ ջուրը սաղին տարավ։ Հետարքիր է, ինչու համար Աստված այսօր նախորդ խոսում է ժողովուրդ ջան։ Մենք տեսանք այն վաղ Նոյն էր քարոզում։ Նոյը խոսում էր, չէ, բայց հիմա Աստված թողել է մեզ Աստծո խոսք, այբ որ դու կարդում ես Աստծո խոսքը, դու նաև սկսում ես դու քո կյանքի մեջ ուշադրություն դարձնես, Տեր Աստված լավ։ Այն վաղ Նոյին ջրեղով այն ժողովրդին ջրեղով կորսվավ, իշքան մարդիկ լսում էին։ Բայց մենք տեսանք ժողովուրդ ջան, իշքան մարդկություն կար երկրի վրա, պատկերացրա 8 հոգի մարդ փրկվավ։ Պատկերացրու իշքան մենք չգիտենք իշքան մարդիկ կային, միլիարդներով մարդիկ կային երկրի վրա միգուցե, չէ՞։ Բայց տեսնում եք ընդամենը 8 հոգի մարդ փրկվավ ժողովուրդ ջան։ Հարց, բա այն մյուսները տեղավ չեն այդ փրկությունից։ Այն մյուսներին չեր ասվել, որ դուք էլ պիտի փրկվեք ժողովուրդ ջան, Տեր եղեք ձեզի, մեղք եք չմնաք։ Ասվել է ժողովուրդ ջան։ Այդ համար երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքը, ասում է ինչպես եղավ ջրհեղեղը, նույնը դենի Աստծո որդի օրը։ Այսօր շատ անգամ մարդիկ չեն հավատում, այն որ դու հավատք ունես, այն որ լրջություն կա, այն որ սրբություն կա։ Շատ մարդիկ այսօր կարող են մատներանակով նայեն այդ հավատքը, մի բան էլ քեզի ծեր առնեն ժողովուրդ ջան։ Ալեն հավատքի մեջ ես, ալեն խելքին ես։ Այո, մենք այդ խելքին ենք, Հիսուս Քրիստոսի տված խելքին ենք, մենք Աստծո տված իր որդու խելքին ենք, ժողովուրդ ջան։ Այն խելքը, որ իմաստուն Տերը բերեց այս երկրի վրա, մենք այդ խելքին ենք։ Եվ մենք այսօր հասկանում ենք, եթե մենք չապաշխարենք, մենք էլ կկորսվենք այս երկրի վրա ժողովուրդ ջան։ Կապ չունի դու ով ես, մենք ինչ տևի մարդիկ ենք, ինչ ազգից ենք։ Շատ անգամ որ շատ մուսուլմաններ որ խոսում են, ասում են հասկանում ես ինչ ազգ ուզում ենք լինենք։ Առանց Քրիստոսի ոչ մի մարդու փրկություն չկա ժողովուրդ ջան։ Ինչ ազգ ուզում ենք լինենք։ Հիմա մենք տեսնում ենք, որ մինչև այս կրակը գալը, որ այսօր մենք կարդում ենք Աստծո խոսքը, երբ որ մենք լսում ենք Աստծո խոսքը, միգուցե այս խոսքը շատ մարդիկ լսեն, չէ՞։ Մի մարդ իր մեջ սկսում է որոշել, Տեր Աստված, բա ես էլ եմ ուզում լավ ապաշխարեմ, լուրջ ապաշխարեմ, որ այդ ոսկին ունենամ իմ կյանքի մեջ, չէ՞։ Ինչպես եղբայրը խոսած չէ, որ այդ կրակը գավ, նա քեզի չի վնասելու։ Նա այդ վատ բանն է քո կյանքից վնասելու, գիտեք, չէ՞։ Երբ որ կրակը գալու, այդ քո բնավորությունն է վառում, այդ քո վատ տեղերն է վառում, թափում, այն ընտիրը թողում, այդ ընտիրին չի կմնում։ Այն ընտիրը, որ դու ունես սրբություն, Աստծո վրա հավատք ունես, սեր, խաղաղություն, չէ՞։ Դրանք մնում է, դրանք չի վառում այդ կրակը ժողովուրդ ջան, դրանք ավելի է սրբացնում, ավելի է օրհնում այդ եղածդ քո։ Սիրասո ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, օրհնյալ է մեր Տեր Հիսուսը, սիրասո ժողովուրդ ջան։ Ես մա 8-րդ խոսքը այս մեկ բանը ձեզ մեջ ծածկված չմնա, սիրելիներ, թե Տիրոջ քով մեկ օրը 1000 տարվան պես է ու 1000 տարին մեկ օրվան պես ժողովուրդ ջան։ Ինչ օրհնյալ է Տիրոջ խոսքը, այս մեկ բանը ձեզ ծածկված չմնա, որ Տիրոջ մոտ ստեղ 1000 տարին, դեռ մի օրվա պես ասում է։ Եվ այնտեղ մի օրը ստեղ 1000 տարվա պես է, պատկեր ինչքան սերունդ է փոխվում, չէ՞։ Դամար Տերը օրհնի, ինչու համար Աստված թողում է, որ իր ժողովուրդը ունենա գիտություն Աստծո խոսքի վրա ժողովուրդ ջան, Աստծո խոսքի գիտություն ունես։ Աստծուն մեր գիտությունը պետք չի, Աստծուն մեր գաղափարները պետք չի ժողովուրդ ջան։ Ընդհանրակ մեր գաղափարները, մեր գիտությունները, դրանք մեզ խանգարում են Աստծուց հավատքի մեջ առաջ գնալու։ Այ որ Աստծո խոսքի գիտություն կա, Աստծո խոսքի շնորհ կա քո կյանքի մեջ, դա քեզ տանելու առաջ։ Ժողովուրդ ջան։ Այդ համար Տերը օրհնի բոլորս իր Աստծո ժողովուրդ ջան։ Եվ 9-րդ խոսքը ասում է Տերը չուշացնե իր խոստումը, ինչպես ոմանք ուշադիր ենք լսում ժողովուրդ ջան։ Ասում է Տերը չուշացնի իր խոստումը, ինչպես ոմանք ուշացած կսեպեն, հապա երկայնամիտ կլա, վասնզի չուզեր, որ մեկը կորսվի, հապա որ ամենքը ապաշխարեն։ Ուշադիր լսում ենք Աստծո խոսքը ժողովուրդ ինչ ասում։ Այսօր շատ մարդիկ ասում են, դες քանի տարի է քարոզում եք, Հիսուսը գալում է, ուր է, չէ՞։ Երբ որ նայում ենք Աստծո խոսքը, օրհնյալ իր խոսքը ժողովուրդ ջան, ասում է Տերը չի ուշացնում իր խոստումը։ Աստված իր գալու օրը չի ուշացնում ժողովուրդ ջան։
Մենք տեսնում ենք Աստծո սերը բոլոր մարդկության հանդեպ, դու պատկերացրու դու երբ ես ապաշխարել, որ թիվը, չէ՞։ Հիմա դու քնես կնայես։ Հələ պատկեր, եթե Աստված դրանից առաջ կար եկեղեցին տանելու, ես ու դու Հայաստան կայդվենք դժոխքում։ Ժողովուրդ ջան։ Դամար Տիրոջ խոսքը ինչ ասում է, Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես ոմանք, այսինքն մարդիկ, որ մտածում են սրա մասին, ժողովուրդ ջան, երբ որ Տիրոջ խոսքը գրում է, Աստված հենց այնպես չի գրի։ Այսինքն Աստված տեսավ, որ ոմանք մտածում են այդ ուշացման մասին։ Ինչպես ոմանք ուշացած կսեպեն, հապա երկայնամիտ կլա, վասնզի Աստված չուզեր, որ մեկը կորսվի, հապա որպեսզի ամենքը ապաշխարեն։ Ամենքը ինչ է նշանակում, ժողովուրդ ջան։ Ամենքը բոլոր այս աշխարհի մեջի մարդկանց է վերաբերում։ Ամենքը։ Հիմա եթե որ մարդը չի ապաշխարում, դա չի նշանակում իրան չէր վերաբերում այս խոսքը, իրան էլ է վերաբերում, ժողովուրդ ջան։ Աստծո խոսքը բոլորի համար վերաբերվում է։ Այբ որ մարդը ընդունում է այս խոսքը, որ ինքը հասկանում է, թեկուզ ինքը այսօր անհավատ է, կարող այսօր մարդը ասա, ես աթեիստ եմ, չէ, այսօր շատ մարդկանց հետ որ խոսում ես, հարցնում ես, ժողովուրդ ջան, եւ այսօր տարբեր կարծիքներ ես լսում հավատքի մասին։ Մարդկա չի հավատում вообще, ես աթեիստ եմ, չէ, ասում եմ, այս դարվա մեջ աթեիստս ո՞րն է, ժողովուրդ ջան, չէ, այս դարվա մեջ հիմա այն առաջվանը չէ։ Կոմունիստական վաղտերում մարդկանց գաղափարները փակում էին, չէ։ Հիմա պարզ շատեր արդեն գիտեն, որ կա Աստված։ Շատ հրաշքներ են մարդիկ տեսում, շատ հրաշքներ է լսում, ժողովուրդ ջան, չէ։ Բայց այսօր տեսնում ենք, այո, մարդը մնում է փակված եւ անհավատ, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի եւ 10-րդ խոսքը ինչ ասում, ժողովուրդ ջան։ Մենք կարդանք 9-րդ խոսքը, որ Աստված չի ուշացնում, հապա ուզում է, որ բոլոր մարդիկ ապաշխարեն, ժողովուրդ ջան։ Ես հավատում եմ, դուք շատերդ արդեն գիտեք ինչ բան ապաշխարություն, ժողովուրդ ջան, չէ՞։ Միգուցե շատ մարդիկ չիմանան ինչ բան ապաշխարություն, երբ որ դու այդ քո մեղքի կյանքից դառնում ես Քրիստոսին, դու մերժում ես այդ մեղքի կյանքը, ընդունում ես Տիրոջը որպես Հիսուս, որպես Տեր ու Փրկիչ։ Այս երբ որ դու ապրում ես նոր կյանքով, Քրիստոսով ես ապրում, Աստծո խոսքի ավետարանի լույսով, ժողովուրդ ջան։ Եվ 10-րդ խոսքը, սիրելի ժողովուրդ ջան, ինչ ասում ինձ ու քեզ։ Ասում է, սակայն Տիրոջ օրը գողի պես պիտի գա։ Այն ատեն երկինք ու սաստիկ շարավինով պիտի անցնի ու տարերքները բռնկված պիտի լուծվեն։ Երկինը ինչ որ անոր մեջ կա կգտնվին, պիտի այրվեն, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, որ այս օրը որ պիտի գա, եւ ինչ որ ստեղ կա այս երկրի վրա ասում ինչ որ կա, սա պիտի այրա Տերը, ժողովուրդ ջան։ Էլ ստեղ ոչ մի բան չի թողելու, ժողովուրդ ջան։ Հիմա հնարավոր է մարդը հավատա, մարդը չհավատա, ժողովուրդ ջան, չէ՞։ Ես շատ մարդկանց ասում եմ, գիտես ինչ կա, եթե դու չես հավատում դժոխք կա, թե չկա, դա չի նշանակում, եթե դու չհավատես դժոխքը վերածավ, ժողովուրդ, այդպես բան չկա։ Մարդու հավատալով, չհավատալով ոչ դժոխքն է վերանում, ոչ երկինքը։ Մենակ մարդու մեջի հավատն է վերում, որ այս մարդը հավատ չունի Աստծո խոսքերը, ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք Աստված ինչքան բարի սուրբ է, Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն, բոլոր մարդիկ։ Մենք մի բան ենք տեսնում, ասում եմ, ախր Աստված եկավ քո համար, մահացավ, չարչարվեցավ, այրուն թափեց, վերք է հասկանում ես, մեր համար եկավ Տերը։ Ժողովուրդ ջան։ Հնարավոր շատ մարդիկ, ոչ թե հնարավոր, շատ մարդիկ, որոնք չեն իմանում Տիրոջ խոսքը, ինչպես առաջ մենք չենք իմանում, ժողովուրդ ջան, չէ՞։ Դե ասում են, եթե Աստված էր, Աստծո որդի էր, բա իր հայրը ոնց թողեց իր որդին խաչվեր, ժողովուրդ ջան, չէ՞։ Մենք տեսանք, որ այսօր իրապես մարդը չի ասում, Հիսուսի գալը պետք էր այս երկրի վրա, նախասահմանված էր արդեն Տերը պիտի գար այս երկրի վրա, սիրասո ժողովուրդ ջան։ Հենց այնց Հիսուս չեկավ, արդեն մինչև այդ գրված էր Հիսուսի մասին, որ պիտի գա, Փրկիչը պիտի գա երկրի վրա ծնվելու։ Արդեն նախապատրաստված էր։ Եվ մենք տեսանք իր քայլը որն էր երկրի վրա, որ ինքս այնքան սիրեց այս աշխարհը, որ միածին որդին տվավ։ Մենք տեսնում ենք հոր սերը, որքան էր մեղավոր մարդու հանդեպ, ժողովուրդ ջան, պատկերացրու այս երկրի վրա սուրբ մարդ չկա, որ Տերը երկնքից տենար, ինչ որ մեկի երաս գործը գովար ասել, «Էս ինչ լավն ես դու»։ Աստված տեսա, որ բոլոր մարդիկ խոտորված են մեղքի մեջ։
Պատգամատեր Հիսուսը գալու է ում համար, գալու է մեր մեղավորներից համար, որոնք մենք Աստծուն չենք ընդունում, Աստծուն չենք հավատում, Աստծուն շատ անգամ անարգում էին մարդիկ։ Աստված եկավ մեզ համար։ Եվ երբ մենք այսօր տեսնում ենք այս ամեն բանի մեջ, երբ որ դու տեսնում ես քո ապրած կյանքը մինչև հավատքը, եւ երբ որ դու հասկանում ես, որ Աստված եկել է քեզ համար, երբ որ դու նայում ես քո մեղքերը, քո չարությունները, քո ամեն վատ բաները, ասում ես Տեր Աստված, Հիսուս ջան, Տիրոջ ներկայությունն է իշնում ժողովուրդ ջան, որ ես այսքան մեղավոր եմ, անպետք եմ, Հիսուս ջան, բայց դու ինձ համար եկար ոչ մեկի մեղք իր ճատկին չխփեց ժողովուրդ ջան, երբեք Աստված քո մեղքը քո ճատկին չի խփե։ Այսօր ոչ մեկին έτσι բան չի անում Հիսուսը ժողովուրդ ջան, Աստված գալու է մարդուն փրկության համար։ Աստված ուզում է մեզ բացի առաջինը մեղքի թողություն, մեղքի գիտակցություն ժողովուրդ ջան, որ մարդը հասկանա, որ ինքը մեղավոր է։ Այն Հիսուս եկել անձամբ իր համար, եթե դու հիմա լսում ես, անձամբ եկել է քեզ համար, սիրելի քույր եղբայրներ ջան։ Եկել է որ քեզ փրկի, եկել է որ քո մեղքերը ների, եկել է որ քեզ սրբացնի եւ արտարացնի Հիսուսի այրունով, որ դու արտար լաս եւ սուրբ լաս։ Միգուցե ասես եղբայր ջան, ես նրան ինչ սուրբ։ Այո, մենք Քրիստոսի սուրբ ժողովուրդն ենք, ժողովուրդ ջան։ Մենք Աստծո սուրբ ժողովուրդ ենք։ Եվ այդ ամեն բանը Աստծո շնորհքով է։ Աստծո տված ողորմությունը, որ այսօր մենք սուրբ ենք դառել։ Ինչու՞ համար, որտեղ մեր մեջ ապրում է Քրիստոսը։ Հիսուսն է ապրում քո կյանքի մեջ, սիրելի քույր եղբայրը, այսօր դու հավատում ես, թե չէ՞ սա։ Դու հավատում ես, որ Հիսուսը ապրում է քո կյանքի մեջ, իր սուրբ հոգով ապրում է քո անձի մեջ։ Մեղավոր մարդու մեջ եկել է սուրբ հոգին ապրի, որ ինձ ու քեզ արտարացնի։ Եվ ինձ ու քեզ պատրաստի երկինք տանի ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք Աստծո մեծությունը։ Այս ամբողջ տիեզերք Աստծո մոտ փուջ են, փոշի են։ Աստված ավելի մեծ է ժողովուրդ ջան։ Բայց մենք տեսնում ենք իրապես Աստված գալու է մի հատ փոքր սրտի մեջ ու ապրում է։ Էսի մեր գաղափարի բանը չի, սիրասո ժողովուրդ ջան։ Տիեզերքի Աստված հանգարց եկավ ու քո մեջ է ապրում, մի հատ փոքր սրտի մեջ։ Եվ նա տալածում է սրտի մեջ ուրախություն, սեր, խաղաղություն։ Որպեսզի իր աղջիկն ու տղեն ուրախ լինեն Հիսուսով, ժողովուրդ ջան։ Այո, մեր կյանքի մեջ շատ անգամ պես չի լինում։ Ելնում է փորձություններ, դժվարություններ, ժողովուրդ ջան։ Միգուցե մի պահ գա դու տրտմես, միգուցե մի պահ գա, որ դու դժվարություն ունենաս, չէ՞։ Բայց Աստված ուզում է այդ ամբողջ քո կյանքի մեջ դու կարողանաս նույնիսկ ճանաչես քո Աստծուն, այդ վիճակից դուրս գաս, փառավորես քո Հորը։ Ասես շնորհակալ եմ Հիսուս ջան, քո տված սիրո եւ ողորմությանդ համար, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Թող Աստված օրհնա մեզ բոլորս, իր ժողովուրդ ջան։ Այո, մենք գիտենք, որ վերջին ժամանակներն է, ժողովուրդ ջան։ Եվ այսօր մենք գիտենք, որ ոչ մի մարդ չգիտա Տիրոջ գալստյան օրը։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, ոչ մեկս չենք իմանում։ Եվ ինքան օրհնյալը, որ Աստված չի ասե իր գալստյան, ինքան օրհնյալը մեր Տերը ժողովուրդ ջան, ինքան սուրբ է մեր Հայրը։ Որ այսօր Աստված իր գալստյան օրը ոչ մեկից չի ուշացրել ժողովուրդ ջան։ Ովքեր կհանգարց մի օր ձեզի կնշանակեն, կտվեն օրը, Տիրոջ գալը, դրանք սդություններ են։ Եթե մենք գիտենք, որ գալու է վաղտը, մարդկանց խաբելու են, այս ինչ օրը գալու է, այս ինչ օրը պետք է գա, այս ինչ վաղտը պետք է գա, եւ մարդիկ հավատում են ժողովուրդ ջան։ Մենք կենական դրա մասի խոսակ, չէ՞։ Այսօր տեսնում ենք մարդը ինչու համար ավետարան չի մանում ժողովուրդ ջան։ Կարտացել է, տեղանգիր գիտի, շատ անգամ լսում է, պաշտամունքներ է գնում, վերջը քարոզներ է կարդում է, մեկը տեսնում ես ինչ որ մեկը խաբեց իրան։ Մենք ենական խոսենք ժողովուրդ ջան, Աստված մա քեզ այնքան հոգևոր սարքի Աստծո խոսքի իմացում, որ վամիսօր եթե ոտդ խփես քարին, դու չասես այ մարդես քարով դրես դե։ Է քարը կար, ու դե ավտեր վրով։ Հիմա Աստված բացում է մեզ իր ճշմարտություն, երբ որ հանկարծ մեկը գա քեզ խապի, դու այնքան արտուն պետք է լինես, որ դու ունենաս այդ արտությունը, դու հասկանաս, որ Տիրոջ գալստյան օրը ոչ մի օր, ժամ, վայրկյան նշած չի ավետարան ժողովուրդ ջան։ Մենք հավատում ենք ավետարանին։ Այո, կարող նա
հրաշքներ է գործին, չեն մարդիկ հավատում, ոչ մի հատ հրաշք են տեսնում, ինչ-որ մի բան են տեսնում, կարա մեռելի հարություն տեսնեն, չէ՞ ասենք։ Բայց եթե միտեղ Աստծո ճշմարտությունը չեղավ, ժողովուրդ ջան, ինչ ուզում ա լինի։ Մենք հավատում ենք ավետարանի խոսքին, ժողովուրդ ջան։ Ինչո՞մ է Տեր այս բանը զգուշացնում, որտեվ մենք գիտենք, որ շատ անգամ շատ մարդիկ հայտնվել են այս դժվարությունների մեջ։ Եվ Աստվածը դա համար ասում է, տղա ջան, աղջիկ ջան, դու չի հավատացիր։ Ընճել ար լերը, ում էր սպասում ընձի, դու չի դուրս չի գալու։ Չէ։ Այսօր մենք տեսնում ենք Աստված ոչ թե տվյալ մարդուն պետք է մեղադրի, որ քեզ ասում է, ինչ օրը պետք է Աստված պետք է քեզ մեղադրի։ Ինձ պետք է մեղադրի, ժողովուրդ ջան։ Պետք է ասա լավ, այն մարդը ասես, բա դու չեր իմանում իմ խոսքը, չէ։ Բա դու չգիտեր իմ կալորը, որ ես չեմ ասել ոչ մեկին։ Օրհնյալը մեր Աստված, ժողովուրդ ջան։ Որտեվ եթե մարդ իմանար Աստծո գալի օրը, ժողովուրդ ջան, ես հավատում, եթե Աստված իր գալի օրը նշեր, ինչ որ մի տարի, ինչ որ մի օր, չէ, լավ իմացեք, շատերը չէին փրկվե։ Շատ մարդիկ քնած կսպասեն այդ օրվա գալեսը, բայց իրաց մահը շուտ կգար։ Բայց երբ որ Տեր ասում է ապաշխարեցեք, արտուն կեցեք, որտեղ դուք իմ գալու օրը չեք, այսինքն դու հիմա ես դու արտուն։ Միգուցե հիմա քո մեջ արտնություն կա, դու սպասում ես Տիրոջը, միգուցե Տեր հիմա կգաս, մենք չենք իմանում, չէ։ Միգուցե վաղը կաս, ինչու որ դու ամեն օր պատրաստում ես քո սիրտը արտնության մեջ Տիրոջը դիմավորել համար, ժողովուրդ ջան։ Սխալ տեղերից չտկում ես, դժվար բաներ դու ուղում ես քեզ, չէ։ Այն որ քո մեջ խնդիրներ կա, դժվարություններ կա, թե խոսալու մարկանց, թե ինչ-որ ձև, չէ, ժողովուրդ ջան, դու այդ ամեն բանը ուղում ես եւ Տիրոջ խոնարհության հոգին ես հագնում քո վրա, ժողովուրդ ջան։ Տերը սորտնի բոլորի ասում, ժողովուրդ ջան։ Եվ 11-ը, 12-ը կկարդանք, ժողովուրդ ջան։ Ուստի քանի որ այս բոլոր բաները պիտի լուծվեն, ձեզի ինչպիսի մարդիկ ըլլալ կվայելե, ժողովուրդ ջան։ Ասում է ինչպիսի մարդիկ ըլլալ կվայելե, հարց է տալում, ինձ ու քեզ։ Մենք տեսնում ենք ինչպիսի մարդիկ այսօր պետք, ժողովուրդ ջան։ Ասում է սուր վարմունքով ու բարեպաշտությամբ սпасելով։ Սուր վարմունք, ինքան օրհնյալը, երբ որ դու ունես սուր վարմունք, ժողովուրդ ջան, այդ սուր վարմունքը դες որն է։ Դու ամեն մարդկանց հետ խոսելու ձև ունես։ Մարդիկ կարա փուշ դառնան։ Այդ քո փուշը կարա ծագի մարդկանց, բայց հավատացյալ ենք, բայց փուշ ունենք, ծագում ենք մարդկանց։ Ժողովուրդ ջան, դա մար ասում է, ինչպիսի մարդիկ հլալ կվայելե, սուր վարմունքով ու բարեպաշտությամբ սпасելով ու արտորալով Աստծո օրվան գալուն, որում մեջ երկինքը կրակով այրված պիտի լուծվի, տարբեր բռնկած պիտի հալի։ Մենք տեսնում ենք, ժողովուրդ ջան, սիրո Աստծո խոսքը ինչ ունի այսօր ինձ ու քեզ ուղղելու, օգնելու, որ ինչպիսի վարմունք պետք է ունենա հավատացյալ մարդը, հոգևոր մարդը, ժողովուրդ ջան, նաև հոգևոր։ Դամար սմասված առաջինը մարդուն մարդ ասարկում, հավատացյալ ու ետքը հոգևոր, ժողովուրդ ջան։ Այսինքն դու մի հատ ասված մեզի մարդ սարկի, արդեն ոսմա այ մարդ կոնե մարդ ալնես, չէ, այսինքն ինչ ապահովես, որտեվ այս մարդը խոսալու ձև չունի, տոն չունի, չէ։ Ում հասնի կարող վիավորի, չէ, իր խոսքով, բայց շատ անգամ մարդիկ չեն տեսնում, ժողովուրդ ջան։ Շատ անգամ կա դու քրոջը վնասես, քու աղբորդ վնասես, մենք հավատքի մարդկանց մասին ենք խոսում, մենք հավատի մասին չենք խոսում։ Ես շատ եմ, երբ որ քույրիկը ինչ-որ մի քույրիկի վնասում է, բայց ինքը ուրախ, ալելույա, այ քույրիկ ջան, այդ ալելույա թող մի հատ զղջա Տիրոջը, մեկ էլ քույրիկից ներողություն խնդրա։ Ինչու որ մարդը չի տեսնում, ժողովուրդ ջան, ի՞նչն է պատճառը։ Այսօր Աստված ինչ ասում է, ինչպեսի մարդ է պետք, այսինքն սուր վարմունքով, սուր վարմունք, որ այսօր քո վարմունքը սուրբ է, որ դու կրանում ես քո քրոջը շահես, քո եղբորը շահես եւ օգնես իրանք հավատքի մեջ առաջանան եւ փառավորեն Աստծո, ժողովուրդ ջան։ Սա է ամենակարևոր հարցը, երբ որ Աստված քո մեջ բերում է սուրբ վարմունք։ Միգուցե դու ասես եղբայր ջան, բայց ես չունեմ սուրբ վարմունք, ես ինչ անեմ։ Իսկ մենք մեզ ինչ ենք խորհուրդ տալում, ես էլ ձեզ ժողովուրդ ջան, որ մենք պետք է խնդրենք, աղոթենք Աստծուն։ Աստված ջան, այս բանի մեջ չկա, բայց ես ուզում եմ, դուր եսի լավն է։
Այսօր վարմունքը լավն է, խոնարհությունը լավն է, հեզությունը լավն է, Տեր ջան, դրանք սաղ ուզում են տուրընձի։ Իմ մեջ ինչ որ կա, չարություն, հբարդություն, գորը դրանք սաղ հանա, դրանցից թափա Հիսուս ջան, դրանք ես չեմ ուզում։ Տերն էլ ասում է, աղջիկ ջան, տղա ջան, չես ուզում այդ վատ բաներ, ասում ես չէ, դե հիմա պանի կրակը բերում եմ, մի հատ կրակը վառի։ Ես մի հատ կրակը վառում է, մի քիչ տժվժում է ցավակալում, բայց մեկ Տերը մաքրեց դի քեզնից, ժողովուրդ ջան։ Տերը սորտնի, այդ ամեն բան, այո, կրակով Տերը մաքրում է ինձ ու քեզ, ժողովուրդ ջան։ Դամարտո Տերը բոլորդ էլ օրհնի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Մենք բոլորը սպասում ենք Տիրոջ գալստյանը, թե մեր Տերը երբ պիտի գա։ Տերը տա, որ իր ժողովուրդը արտուն սպասի իր Տիրոջը, ամեն։